Երևան մայրաքաղաքից ընդամենը 13 կիլոմետր հյուսիս-արևելք Քասախ գետի ափին գտնվում է գեղատեսիլ մի բնակավայր, որի մասին Պերճ Պրոշյանը գրել է. «Աշտարակ, դա աչքն է Արագածոտ ընկավառի, դա Արագած սարի բազմատեսակ, հոտավետ ծաղիկներից կապված փնջի գլխի վարդն է։ Դա կատարելատիպն է բոլոր Արագածոտնում գտնվող յուր նմանների»։ Փոքր ժամանակվանից Աշտարակը իմ համար ամենասիրելի տեղն էր, որովհետև գալիս էինք մամայի ծնողների մոտ ու ոնց որ մաման շատ ուրախ էր, մենք էլ երեխայինք չէինք հասկանում, բայց հասկանում էինք, որ պետքա շատ ուրախ լինենք։ Այստեղ ավելի ազատ էր, մեզ չէին ասում, որ փողոց դուրս չգաք, ավտոներ կան, մենք խաղում էինք, իջնում էինք ձոր, գնում էինք, չգիտեմ, ինչ ուզում անում էինք, ունեինք մաքսիմալ ազատություն։ Ու ես միշտ մտածել եմ, որ ես չեմ ապրի Աշտարակում, որ տարբերակ չկա, ես ու Աշտարակը անհամատեղելի ենք։ Երբ որ գնացել էի ճամփորդելու Իտալիա, հետ եկա Աշտարակ նորից ու սենց զարմանքով նկատեցի, որ օրինակ Իտալիայում կա ինչ-որ լավ կողմեր ու կա ինչ-որ բացասական կողմեր։ Լավ Հռոմում վերցնենք, որտեղ Հռոմում եմ եղել։ Նույնը Աշտարակն է, ունի լավ ու վատ կողմեր։ Երբ որ համադրում ես, ստանում ես մի հատ նեյտրալ միջավայր, որտեղ ինչքանով դու լավ կլինես, կախված է քեզնից։ Ի վերջո։ Այսինքն վերջապես այս տարի ես հասկացա կամ անցյալ, որ քո լավ լինելը կախված չի տեղից, կախված է քո ներսից, թե քո ներսում դու ինչ ես ստեղծել։ Աշտարակը Հայաստանի հին բնակավայրերից է, որ մնացել է իր նախնական տեղում։ Բնակիչները չեն տեղահանվել, այլ կառուցել են տներ ու պահպանել ավանդույթները։ Հռիփսիմե Թումանյանն իր նախնիների Թաթոյեն Սքոթու կոչվող տոհմի օջախի կրակը վառ է պահում։ Մեր տունը Աշտարակի ամենահին տունն է, մենք ունենք ապացույց։ 1837 թիվը գրված է մեր մառանի մուտքի վերևի քարի վրա, փորագրված է։ Եվ եթե Աշտարակում որևէ մեկը կասի մերն ավելի հին է, թող ապացուցի որևէ բանով։ Ես կարծում եմ կարող է գտնվի մի պատ, մի ինչ-որ մնացորդ ավելի հին տներից, բայց ամբողջական տուն, որտեղ դեռևս հնարավոր է ապրել, մեր տունն է։ Տունը կառուցել է պապիս պապը, որի անունն եղել է Թաթևոս, բայց կրճատ իրան Թաթո են ասել։ Եվ Աշտարակում կան մի քանի Թումանյաններ, տոհմեր։ Մեր Թումանյաններին տարբերում են դրանով, որ ասում են Թաթոյենց Թումանյաններ։ «1837 թվականին է ծնվել աշտարակցի նշանավոր գրող Պերճ Պրոշյանը։ Նրա «Հացի խնդիր», «Սոս և վարդիթեր» վեպերի մասին պատմում են գրողի տուն-թանգարանում էքսկուրսիաների ժամանակ։ Այստեղ այցելուներն իմանում են, որ Պերճ Պրոշյանն իր անդրանիկ «Սոս և վարդիթեր» վեպը գրել է 23 տարեկանում և հավերժացրել աշտարակցի զույգի սիրո իրական պատմությունը։ Թանգարանում այցելուները ծանոթանում են ոչ միայն Պերճ Պրոշյանի գործունեությանը, այլև Աշտարակի հետ առնչվող տարբեր փաստերին ու պատմություններին։ Նոր ցուցասրահ ունենք մեր թանգարանում, կոչվում է հայտնի աշտարակցիներ։ Աշտարակը շատ հայտնի ծնունդներ է տվել, բացի Պերճ Պրոշյանը, որոնց մասին պատմող որևէ հուշասենյակ, հուշատուն, թանգարան չկա։ Եվ մենք որոշեցինք այդ բոլորին, բոլոր հայտնի մարդկանց հավաքել այս մեկ սենյակում, 3 ցուցափեղկում ավելի կոնկրետ,
Սկսած Ներսես Աշտարակեցի կաթողիկոսից մինչև Արեգշատ Ավագյան, որը դեռ մեր ժամանակակիցն է։ Ներկայացված են Վարդգես Պետրոսյան, Գևորգ Էմին, Երվանդ Սմբատ Շահազիզներ, Կարոտ Չալաբյան, Վաղինակ Մարգունի, Գևորգ Գևորգյան եւ դեռ ունենք շատ էլի երևելի մարդիկ, որոնց դեռ պետք է ներկայացնենք։ Բոլոր իրերը, ցուցանմուշները մեր մայր թանգարանի ջանքերով են ձեռք բերվել եւ նաեւ ասեմ, որ ցուցափեղկերը գրում են աշտարակի թաղերի անուններ, այսպիսով պատմում ենք նաեւ աշտարակի պատմությունը սրահում, այն թաղերի, որտեղից եւ ծնունդ են առել այս նշանավոր դեմքերը։ Մոտիվ ստեղծագործական կենտրոնի հիմնադիրը ծնվել է Երևանում, սակայն աշտարակը նրա մանկության մի մասն է եղել։ Հասուն տարիքում Հերմինե Կարապետյանը որոշեց հաստատվել իր մանկության քաղաքում։ Նորարարական կրթական կենտրոնի գաղափարը ծնվեց 2020 թվականին, համավարակի ընթացքում, իսկ 2023 թվականին այն դարձավ իրականություն։ Ստուդիայում ավազանկարչությունը ոչ միայն զբաղմունք է, այլև կրթական և նորարարական մեթոդ։ Երեխաները խաղի միջոցով բացահայտում են աշխարհը։ Ավազանկարչությունը զարգացնում է երեխայի երևակայությունը, խոսքը, մոտորիկան, ցուցամատով են հիմնականում նկարում փոքրիկները, իսկ ցուցամատի այս ծայրը ուղիղ կապ ունի խոսքի հետ։ Երեխաները հիմնականում պիտի նկարեն կամ ավազի վրա, այսինքն ավազը փռված է, դրա վրա պիտի նկարեն, կամ սեղանին լույսն է միայն ու պիտի իրանք ավազով նկարեն։ Երեխաների ուժեղ փիլիսոփայությունը տեսեք, իրենք նկարում են լույսի վրա, այսինքն ավազի վրա ներողություն, այսինքն լույսը տարածում են իրանք։ Ոչ թե այն ստվերն են վերում, ավազն են վերում լցում լույսի վրա, այլ իրանք գրավում է լույսը տարածելը։ Տարածությունը բացում են լույսի համար, ու ասում եմ, ինչքան լուսավոր են երեխաները, ինչքան ազնիվ, ինչքան անկեղծ են, ինչքան լավ կլիներ այս լույսը, այդ փիլիսոփայությունը երեխեքի հետևեին շատ մեծահասակներ, կառույցներ, ինչու՞ չէ, ու երեխաների ձայնը շատ, եթե բոլոր տեղերում լսելի լինի, հաստատ այդ վայրերը կզարգանան, առաջ կգնան, ստեղծարար կլինեն ու ժամանակի ռիթմով կշարժվեն։ Տուֆակերտ այս կառույցի հեղինակը ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է։ 1953 թվականից Աշտարակի մշակույթի պալատում գործել է դրամատիկական թատրոն։ Տարիների ընթացքում այն պարբերաբար փակվել ու կրկին բացվել է։ 2023 թվականին թատրոնը վերաբացվեց բովանդակություն ներկայացմամբ և դահլիճը նորից լցվեց հանդիսատեսի ծափերով։ Երբ որ մենք սկսեցինք թատրոնը հիմնելու գործընթացը, մեզ համար կարևոր նախապայման էր, որ մենք ունենանք նոր սերունդ եւ տանք Աշտարակի դրամատիկական թատրոնին նոր դերասանական կազմ եւ որոշեցինք հիմնել Աշտարակի դրամատիկական թատրոնին կից գործող դերասանական ստուդիան, որտեղ ամեն տարի հավաքում ենք նոր կուրս, երեխաները գալիս են, ուսումնասիրում են դերասանի մասնագիտությունը, ավելի մոտիկից են ծանոթանում բեմին եւ իրենց 2 տարի ուսանելուց հետո պարտադիր պայման է, որ պիտի ունենան դիպլոմային աշխատանք, հանձնեն ներկայացում եւ նոր դրանից հետո ավարտեն մեր դերասանական կուրսը։ Այս տարի մենք ունեցանք առաջին սերունդը, ով ավարտեց մեր դերասանական ստուդիան եւ իրենց աշխատանքը հանձնեցին բարոն Մյունհաուզեն ներկայացումով, որի բեմադրիչը Միշան է Հակոբյան։ Երեխաները խաղում են մեծերի կերպարներ, ցույց են տալիս մեծերի էմոցիաներ եւ մեզ համար էլի շատ դժվար էր հասկանալ հանդիսատեսի ինչպես կընկալի ներկայացումը, բայց էլի ունեցանք բավականին դրական արձագանքներ։ Աշտարակը եկեղեցիների ու կամուրջների քաղաք է։
որտեղ նաև նեղլիկ փողոցներ ու բազմաթիվ թաքնված անկյուններ կան։ Այս փոքրիկ քաղաքն ունի առանձնահատուկ հմայք, որ համեմված է ավանդապատումներով ու պոեզիայով։ Տարիներ առաջ աշտարակցի հայտնի գրող Գևորգ Էմինն իր հայրենի քաղաքի մասին գրել է. «Որդատունկի պես բարձր չեմ եսել, բայց արմատներս խորն ու ամուր են»։ Մենք գտնվում ենք աշտարակի ամենաեկեղեցաշատ հատվածում։ Կարմրավորը մեր 7-րդ դարի եկեղեցի է, պահպանված միակ կղմինդրե տանիքով եկեղեցին, որը հոգևոր կենտրոն է հատկապես այս թևի բնակիչների համար։ Ամեն կիրակի անցկացվում են պատարակներ եւ կարմրավորի բակում է թաղված նաեւ Գևորգ Էմինը, որը հենց նրա ցանկությունն է եղել։ Բերդաթաղով եթե իջնենք, իրար հարևանությամբ են գտնվում ծիրանավոր եւ սպիտակավոր եկեղեցին։ Ամենահինը ծիրանավոր եկեղեցին է, 5-րդ դարի եկեղեցի, բայց քարը սպիտակ տուֆ է, իսկ սպիտակավորը ծիրանավոր տուֆ է։ Այդպես ենք տարբերում նաեւ եկեղեցիները։ Ծիրանավորը յուրահատուկ եկեղեցի է, այնտեղ շատ խորհրդավոր լռություն է, իսկ սպիտակավորը Գերվանդ Շահազիզը իր հուշերում գրել է, որ զարմանում եմ այն ուխտավորների համարձակության վրա, ովքեր որ դուրս են գալիս այս եկեղեցուց, որովհետև հենց ձորի եզերքին է գտնվում։ Այո, երկուսն էլ խոնարհված եկեղեցիներ են, բայց բավականին ակտիվ թե այցելուների, թե զբոսաշրջիկների համար։ Աշտարակի տարածքում գտնվող այս ջերմատան ծաղիկները վերջին տարիներին գրավում են զբոսաշրջիկների և տեղացիների ուշադրությունը։ Երիտասարդ ձեռնարկատեր Աննա Միկոյանի համար ջերմատունը մասնագիտական և ճակատագրական կտրուկ փոփոխությունների և կյանքի վերաիմաստավորման սկիզբ դարձավ։ Եղբայրս մոտավոր 9 տարի առաջ, որ վերադարձավ Հայաստան, հիմնեց ջերմոցը, Վարդերի ջերմատունը, ու եղբայրս ասեց, արի ծաղիկ աճացնենք իրար հետ։ Դու էլ կլինես կակաչների, ոնց որ թևի շեֆը, այսպես ասած, արի կակաչներ սկսենք աճացնել հոլանդական, ու մոտ այնքան հակասական մտքեր կային, ոնց ես ավարտել եմ 2 համալսարան, ես գնամ ծաղիկ աճացնեմ, ես դառնամ հողագործ, ինչու՞մ է ծաղիկի իմաստը ընդհանրապես, ում է պետք է խոտը։ Ես չէի հասկանում, շատ ծանր էմոցիաներ ունեի, շատ ափսոսում էի իմ կրթությունը, իմ ստեղծած կարիերան, բայց միևնույն ժամանակ զգում էի, որ ես սպառվել եմ, այլ չեմ ուզում դա անեմ։ Ու հանձնվեցի, սկսեցի աճեցնել կակաչներ, ու զուգահեռ աշխատել Վարդերի ջերմատանը։ Ուրեմն անցյալ տարի, երբ որ ես այդ հակասական մտքերով առաքում էի իմ կակաչները, ճանապարհին մտածում ես՝ մի լավ է, 2 խոտի համար, այսքան տանջվում ենք, այսքան աշխատատեղեր ենք ստեղծել, այսքան մարդիկ են աշխատում, այսքան հարկեր ենք վճարում, ահռելի ծախսերի հետ կապված ջերմատուն պահել է իրականում, որ աճացնենք մի հատ սենց պոչ ու գլխին մի հատ սենց գունավոր բան, իմաստը։ Ու վերջապես գտա այդ պատասխանը իմ հարցին, թե իմաստը որն է այսքան տանջվելու, այսքան մարդկանցով այս բիզնեսի վրա, որ ինչ արժեք ենք մենք ստեղծում, ու այդ հարցի պատասխանը հետևյալն էր, որ ծաղիկները ընդհանրապես առանց խոսքերի ասելու ձևն է մարդուն, որ դու իրեն սիրում ես, ու ինքը քո համար կարևոր է։ Աշտարակը գեղատեսիլ վայրերից բացի հայտնի է նաև տեղական ուտեստներով։ Քաղաքի բերքարատ այգիների պտուղները տեղացիներն ավանդաբար առատորեն օգտագործում են խոհանոցում։ Հռիփսիմե Թումանյանի պատրաստած ընկույզի շարանները համտեսել են նույնիսկ Վաշինգտոնում։
Աշտարակի սուջուխը պատրաստում են հենց խաղողի շիրայից։ Ինչքան ես հարց ու փորձ եմ արել, ուրիշ տեղեր, հատկապես թթաշատ շրջաններում, սուջուխը պատրաստում են թթի դոշաբից։ Աշտարակցուն հատուկ է, որ խաղողի դոշաբից է պատրաստվել։ Դա էլ եմ ես մամայիցս սովորել ու գիտեք ինչ, երբ փոքր էի, աշտարակում կարելի ասել կոնֆետը, շոկոլադը երկնքից էր կախված։ Սուջուխը մեր միակ քաղցրավենիքն էր, որ հաճույքով ձեռքից ձեռք էր անցնում։ Ոչ միայն համը, այլ նաև այդ արարողությունը, աղմուկը, վայ, ամենաբոյով մարդը պիտի կախեր սուջուխը։ Հետո կաթում էր։ Երեխեքով գոռում էինք, վայ, հասցրեք, պահեք, ափսեներ էինք տակը պահում։ Իսկ էփելու ընթացքը պղնձե կաթսայով էին էփում, հատուկ կոչվում էր սուջուխի պղինձ։ Այդ էփելու ընթացքը երկար էր տևում, մի հոգին խառնելուց կհոգներ, մեկը մյուսին փոխարինում էին, հետո խեժ էր առաջանում, այդ խեժը շատ համով էր, մենք տատիկից ասում, վայ տատիկ, հենա խեժը, այդ ինձ տուր։ Դա մի հետաքրքիր արարողություն էր, սուջուխ էփելը ուրախություն էր։ Տղաս քեզ չկորցնես։ Միայն հագստացիր մայրիկ։ Մեծարգո դատարան։ Ես ինչպես զինվորականին է վայել, հակիրճ կխոսեմ։ Աշտարակի դրամատիկական թատրոնի Անդրանիկ ներկայացմանը հաջորդեցին բազմաթիվ նորարարական բեմադրություններ։ Այսօր Երևանից ոչ հեռու գտնվող փոքրիկ քաղաքի թատրոնը մրցակցում է մայրաքաղաքի հայտնի թատրոնների հետ։ Տեղացիները հպարտությամբ նշում են, որ երբեմն անգամ Երևանից են գալիս ներկայացում դիտելու համար։ Մենք ունենք շատ հրաշալի դերասանական կազմ, շատ հրաշալի կոլեկտիվ, որ միասնական աշխատում են, կարող եմ ասել, որ թատրոնը աշխատում է 24 ժամյա ռեժիմով, որովհետև վարչական աշխատանքները վերջացնում գնում ենք, դրանից հետո սկսվում են փորձերը, այսինքն անընդհատ շենքը ապրում է, շենքը շնչում է եւ այս առումով շատ հետաքրքիր արձագանքներ ենք լսում շենքի հարևանությամբ ապրող բնակիչներից, օրինակ, որ իրենք նշում են, որ շատ հաճելի է, որ գիշերը 10-ին մեզ շենքից ձայներ են գալիս, երաժշտության ձայներ են գալիս, որտեղ սկզբից երբ որ ուժամի փորձեր ենք դնում, մտածում ենք միգուցե դա դուրս չգա իրենց, մենք ունենանք բողոքներ, բայց հետո հասկացանք, որ սկսել են մեր դերասաններին ճանաչել, սովորական խանութ մտնելիս, փողոցում կամ դպրոցներում շրջելիս շատ լավ արձագանքներ ենք ստանում բնակիչներից եւ հուսով ենք, որ կկարողանանք այդ մշակութային կյանքը հետ բերել Աշտարակին ու այնպես անել, որ թատրոն այցելելը կազմի իրենց առօրյայի մի մասը։ Աշտարակը որքան հին է ու պատմական, այնքան էլ նոր ու ժամանակակից է։ Դա հենց Աշտարակի առանձնահատկություններից է։ Այստեղ հնի վրա ամուր հենված կյանքը հաստատուն կերպով շարժվում է առաջ։ Ամեն անգամ երբ զանգում էին, նշվում էին հին վայրը, տեղակայման հին վայրը ու ասում եք, գիտեք, այստեղ արդեն նոր կառույցներ են բացվում, այստեղ եկեք սենց նարեկացի 94 ասենք, մոտիվ, հիմա արդեն մոտիվ, կրթահամալիր, այդպես են վերանվանում, ու իմ սիրած տարածքներից մեկը հենց այդ Օշականի խաչմերուկն է, հենց այդ վայրն է, որովհետև այնտեղ
կյանքի դինամիկան, զարգացման դինամիկան, սենց օր-օրի, վայրկյանի վրա տեսնում ես ու դրանից ավելի շատ ես մոտիվացվում, ավելի շատ ես ոգևորվում ու հատկապես երբ երեխաներ են ելումուտ անում այդ խաչմերուկում ու իրենց հումորներով են լցում ամբողջ խաչմերուկի այդ բանուկ հատվածը, կառույցների, մարդկանց այդպես ականջները, տեսողությունը եւ այլն, երեխաներին տեսնելու այդ խաչմերուկի ամեն ինչը ջերմացնելը դարձրել աշտարակի իմ սիրած վայրերից մեկը։ Աշտարակում մի քանի տեղեր կան, որոնք իմ կյանքի ամենասիրած տեղերն են։ Հին կամուրջի այն մեծ կամարի տակ մի հատ տեղ կա, որտեղով գետն է հոսում, այդ իմ ամենասիրած կադրն է։ Ես գնում եմ ժամերով կանգնում եմ ու նայում եմ այդ կադրին։ Իմ ամենասիրածը Արագածը, որ ես պետք է ամեն օր իրան տեսնեմ, ամեն անգամ սենց որ աշտարակից հիասթափվում եմ իր փոքրությունից, իր սահմանափակ լինելուց, սենց ավտոյով գնում եմ Ջերմոցի կողմը, մեկ էլ Արագածը նայում է, այն անգամ ասում եմ, գիտես էլի ինչ ես անում, այդ այնց ես անում, որ ես ոչ մի տեղ չգնամ ստեղից, այդ իմ ամենասիրած կադրն է։ Տենց մենք միշտ իրար հետ խոսում ենք։ Աշտարակը փոքր է, հարազատ է, աշտարակը մանկություն է։ Ու հենց դրանով է երևի ինքը մեզ կաշառում, սենց ասած, որ շարունակենք ստեղ ապրել։ Պերճ Պրոշյանը կրվածաղիկ ստեղծագործությունում ժամանակին աշտարակի մասին գրել է։ Նա յուր հիմնարկություններից ցայսօր երևելի է եղել յուր մի քանի վկայություններով, ոչ միայն նշանավոր է եղել յուր կենսատու ջրովը, յուր մաքուր եւ առողջարար օդովը, յուր երկրային դրախտ այգիներովը, յուր վայելչագեղ հովիտներովն ու ձորերովը։